Ընդհանրապես տես բան կա, չէ, ատամնաբուժերից վախում են։ Դե վախը կա, հա, վախը ոնց որ բնազդային մակարդակի վրա կա։ Դուք հեշտությամբ կարող եք ուղղակի ասել, որ դա չկանի։ Հենց այդ պահին կարող եմ դադար տալ, գնալ ջուր խմել։ Դի հետ կապված ես մի քիչ շատ կարդացի, որ ինչ որ խնդրահարույց ատամա ու հիմնականում մարդկանց մոտ։ Բայց մեկ ուրիշ 3 ժամվա ընթացքում կարող 3 հատ գործ վերցնի ու ինչ ես լացում։ Որն է քո յուրահատկությունը։ Դոկտոր Վազգեն, կասեք ատամնաբուժության մեջ ձեր պարագայում։ Հիմա ատամնաբուժությունը ավելի շատ բժշկություն է, թե արվեստ։ Հարցին կպատասխանեմ երևի թե իմ անցած ճանապարհով, որովհետև ինչ որ մենք ստանում ենք ֆորմալ կրթության ժամանակ համալսարանում, հա, մասնավորապես պետական բժշկական համալսարանում, ինչ որ առումով մի քիչ անհասկանալի է։ Դու մտնում ես այդ համակարգի մեջ, սովորում ես ինչ որ տարիներ, շփվում ես ինչ որ մարդկանց հետ, ունենում ես մենտորներ, դասախոսներ, բայց այդպես էլ լրիվ լիարժեք պատկերացում հաճախ չես ունենում, թե ի վերջո դու բժշկության մեջ ես, թե արվեստի մեջ ես, թե արհեստի մեջ։ Ինձ թվում է ինչ որ բեկումնային պահ է լինում շատերի մոտ, ովքեր որ սկսում են վերաբերվել մասնագիտությանը որպես բժշկության, այո, բժշկությունը առաջ հերթին բժշկությունն է, շատ կարևոր բժշկությունն է, շատ սերտ կապ ունի ընդհանուր բժշկության հետ, բոլոր օրգան համակարգերի հետ, մենք աշխատում ենք շատ վտանգավոր, շատ կարևոր, շատ հագեցած անատոմիական առանձնահատկություններով շրջանում, բայց դրա գիտակցումը մի քիչ ավելի ուշ է գալիս, կարծում եմ, այդ լրջության գիտակցումը, որովհետև համալսարանում էլ շատ հաճախ ստոմատոլոգիային վերաբերվում են մի քիչ ավելի թեթև, քան թե ընդհանուր բժշկությանը։ Մասնավորապես իմ պարագայում դա եղավ այն ժամանակ, երբ որ մոտ երևի 15 տարի առաջ մի հատ գիտական միջոցառման մասնակցեցի համալսարանը արդեն ավարտելուց հետո, որտեղ հնարավորություն ընձեռվեց մասնագիտական թեմայով շատ գիտական հետազոտություններ ու վերլուծություններ ու հոդվածներ ուսումնասիրելու, որի շնորհիվ այդ միջոցառման շնորհիվ, որից հետո ես հասկացա, թե ինչ հզոր գիտություն է կանգնած ստոմատոլոգիայի հետևում, լավ բժշկական գիտություն, որը խթան հանդիսացավ արդեն ուրիշ աչքով նայելու համար մասնագետ։ Ու այդպես հետագայում իմ ուսանողներին էլ բոլորին էլ առաջի բանը որ սովորացնում եմ, դա նա է, որ դա գիտությունն է ու բժշկությունը առաջին հերթին։ Եթե չհասկանաս, եթե հիմքը չիմանաս, չունենաս, ինչքան ուզում ես ձեռքերը լավը լինեն, ոսկի լինեն, միևնույնն է, արդյունքը կարա սխալ լինի։ Ինչքան էլ արվեստին տիրապետես, հա, ատամի սիրուն ֆորման ստանաս։ Դա կարևոր է։ Կարդալը, գիտությունը իմանալը շատ կարևոր է։ Այո, պետք է վերաբերել առաջին հերթին բժշկություն որպես ու պետք է բուժառուին նայել որպես ընդհանուր, որպես ամբողջ օրգանիզմի կտրվածքով դիտարկել խնդիրները ու առհասարակ ցանկացած հարցի դեպքում իրեն տեսնել ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին մեկուսացված միայն բերանի խոռոչը կամ էլ ավելի վատ միայն ատամը։ Իսկ օրինակ ինչ տենց դեպք կա, որ օրինակ ատամից մեկ այլ օրգանի հետ կապված ատամի ցավը կարա ազդի այդ դրան։ Շատ այդպիսի փոխկապակցված երևույթներ կան լինեն, նյարդաբանական խնդիրներ ընդհանուր կարան առաջանան, ցավի ճառագայթումը կարող է շատ տենց տհաճ զգացողությունների պատճառ դառնա, ու ընդհանուր միջև սիրտ-անոթային հիվանդություններ կարող են փոխկապակցված լինել, մասնավորապես լնդերի հիվանդությունների հետ։ Այսպես որ դա շատ կարևոր է, շատ սերտ է այդ կապը ու պետք է միշտ շեշտել դա։ Կասեք, օրինակ նորարարական ինչ-որ միտումներից, որոնք որ 10 տարի առաջ անհավանական էին թվում ու չեք պատկերացնի, որ մի օր կգա ու դուք ինքներդ կկիրառեք այդ տեխնիկան։ Նորարարությունը մեր մասնագիտության մեջ շատ արագ տեմպերով է մտնում ու շատ արագ կողմնակիցներ է հավաքում, քանի որ ստոմատոլոգիան ամենաշատ գործիքակազմ ունեցող մասնագիտություններից է բժշկության մեջ, մեր մոտ այսինքն գործիքները բազմազան են, հա։ Մենք ունենք ենթաճյուղեր մասնագիտության, դրանք բուժական միջամտություններն են, մասնավորապես արմատախողովակների բուժումը, վերականգնողական միջամտությունները եւ տարբեր տեսակի ռեստորացիաները, եւ կերամիկական եւ ոչ կերամիկական եւ այլն, դրանք վիրաբուժական միջամտություններն են, դրանք օրթոդոնտիկ միջամտություններն են, հա, ամեն մի ենթաճյուղ ունի հսկայական գործիքակազմ ու ամեն ենթաճյուղի գործիքակազմը անընդհատ շարունակաբար զարգանում է։ Ամեն տարի լինում են մեծ ցուցահանդեսներ տարբեր տեղերում, Էմիրատներում, լինում է շատ մեծ միջոցառում ցուցահանդես, որը ամենամեծն է աշխարհում, 2 տարին մեկ լինում է Գերմանիայում, լինում են Ամերիկայում, Սինգապուրում տարբեր տեղեր, ու ամեն անգամ երբ որ մենք գնում ենք մասնակցում ենք, մենք տեսնում ենք այդ նորարարությունը ոնց է զարգանում ու ինչ տենդենսներ են ավելանում։ Կարևոր է տենդենսներին հետևելը, որովհետև դրանք եթե այսօր նոր մտնում են ինչ որ տենդենսի կարգավիճակ ունեն, վաղը դրանք դառնալու են մեր իրականությունը, այդպես էլ եղել է։ Այսինքն թվային ստոմատոլոգիայի մասին, օրինակ, հա, որը ամեն օր խոսվում է դրա մասին, ու գրեթե բոլոր կաբինետներում օգտագործում են ինչ որ թվային ստոմատոլոգիայի գործիքներ կամ լաբորատորիաներում վաղուց արդեն թվային միջոցներով պատրաստում են շապիկներ ու տարբեր տեսակի ռեստորացիաներ։ Դա ժամանակին
նորամուծություն էր, հիմա վաղուց դա արդեն իրականություն է։ Ու այդպես ատամների թվային սկանավորումը, թվային պրոթեզների պատրաստումը, բոլոր տեսակի միջամտությունները գրեթե կարելի է այսօր թվայնացնել։ Կան դեպքեր, երբ որ դեռ անալոգ տարբերակով, ավանդական տարբերակով վերցնում ենք չափսեր, ուսումնասիրում ենք գիպսի մոդելների վրա կամ աշխատանքը այդպես անում ենք, բայց դրանք արդեն գնալով ավելի քչանում են։ Իհարկե դա էլ իր առավելություններն ունի, անալոգ տարբերակն էլ ունի դեռ առավելությունները, որոնք թվային աշխարհը դեռ պիտի հաղթահարի ու կարողանա դա ստանալ, բայց մեծա թվային ստանատոլոգիայի դերը որպես նորամուծություն, որպես իրականություն, հա։ Մեկ այլ բան, որը գնալով ավելի ու ավելի արտահայտվում ու ամեն անգամ նոր ցուցահանդեսի գնալիս դու տեսնում ես դրա ավելի շատ կիրառումը արհեստական բանականությունն է, հա։ Ինչպես ցանկացած բնակավարում մեր մասնագիտությունն էլ անմասն չի մնացել։ Արհեստական բանականությունը ամեն տեղ է, այդ բոլոր գործիքների մեջ, բոլոր հետազոտական միջոցների մեջ, ռենտգեն սարքերի ծրագրերի մեջ, ԿՏ-ի հետազոտության ծրագրերի մեջ, արհեստական բանականությունը կարողանում է վերլուծի, կարողանում է հաշվետվություններ տա, արհեստական բանականությունը նաև այլ ծրագրերի մեջ կարողանում է հստակ որոշել կամ ունենալով իր պաշարը, իր տրեյնինգի պաշարը հասկանալ, թե որտեղ պետք է լինի ձեր շապիկի եզրը, ձևը ու շատ բաներ արհեստական բանականության միջոցով այսօր ավելի հեշտացվում է։ Իսկ կա վախ, որ հենց արհեստական բանականությունը մի օր արդեն կփոխարինի հենց ատամնաբույժ։ Արհեստական բանականության վախը չկա, բայց մեկ այլ նորամուծության մասին էլ ասեմ, որը ի վերջո բերում է դրան, էլի տարի, օրինակ 2023 թվին, եթե չեմ սխալվում, Գերմանիայում կար արդեն ներկայացված ռոբոտի ձեռքը, ռոբոտիկ արմեն ասում, որը որ անում է միջամտություններ հեռակառավարմամբ, այսինքն բժիշկը, օպերատորը, որ պարտադիր պիտի բժիշկ լինի, ինքը տեղ չի, այլ ուրիշ տեղից։ Կողքում նստած է կամ չգիտեմ, մեկ այլ սենյակում է, որը ինչ որ միջամտություններ կարող անի։ Անցյալ տարի էլի Գերմանիայի ցուցահանդեսում ավելի զարգացած, ավելի շատ միջամտություններ, ավելի ճկուն աշխատելու հնարավորություններով այդ էլի ռոբոտը ներկայացված էր կառավարում իրեն։ Միշտ, այո, դեռ այո, հա։ Ինչ որ պայից արհեստական բանականությունն էլ ամենայն հավանականությամբ կներգրավի այնքանով, որ սխալների հավանականությունը երբ որ շատ նվազեցված լինի, արհեստական բանականությունը կկարողանա շատ բան ինքնուրույն անել, բայց կարծում եմ դեռ երկար ժամանակ մարդու վերահսկողության տակ լինելու։ Հենց արհեստական բանականությունն էլ է մարդու վերահսկողության տակ լինելու, ի վերջո դրան սովորացնող, վարժեցնող մարդը պիտի լինի։ Այս տարի, եթե չեմ սխալվում, Ամերիկայի մի հետազոտություն արվեց, որի շրջանակներում առաջին անգամ իսկական պացիենտի վրա ռոբոտի ձեռքով արեցին աշխատանք դիմացի ատամների տաշվածք ու վինիլների պատրաստում էին արել, որը արդեն նշան է նրան, որ հետագայում ամենայն հավանականությամբ մենք ունենալու ենք այդ ռոբոտները, որոնք կարողանան աշխատել, ոնց որ ընդհանուր վիրաբուժության մեջ են օրինակ, հեռավար կարողանում են մարդիկ վիրահատություններ անել։ Կարծում եմ այդպիսի միջամտություններ կլինեն, ոչ ամեն ինչ, այնտեղ դեռ շատ կարևոր է ձեռքի հմտությունը, տակտիլ զգացողությունը, անմիջապես դաշտում, աշխատանքային դաշտում կողմնորոշվելու ունակությունը, դրանք շատ կարևոր են, որոնք դեռ կարծում եմ հատուկ են միայն մարդուն, բայց ժամանակի ընթացքում դրան էլ կհասնենք, որովհետև այն տեմպերով, որ տեսնում ենք արհեստական բանականությունը ինչպես է զարգանում, դա ուղղակի ֆանտաստիկ արագ է։ Իսկ ձեր վերաբերմունքը այդ ամեն ինչին ինձ հետաքրքիր է։ Ոնց եք վերաբերվում, ինչի համար այդ ամեն ինչը արվում։ Դրանք լավ են այնքանով, ինչքանով որ վերահսկվում են։ Չգիտեմ ապագայում ինչ կլինի, բայց այդ ապագան, որին որ նայում ենք լրիվ ռոբոտացված, կլինի ոչ շատ շուտ, կարծում եմ։ Ապագայում կարծում եմ ռոբոտների եւ արհեստական բանականության համադրությամբ կարծում եմ կլինի մի իրավիճակ, երբ որ փորձարկումներ մարդու բերանի խորոչում ավելի քիչ կլինեն, այսինքն նույն օրինակ վերականգնողական աշխատանքների ժամանակ, երբ որ տեղադրվում է բերանի խորոչում, հետո ինչ-որ շտկումներ են արվում, ճիշտ գրագետ կազմակերպված, ճիշտ արձանագրված, ճիշտ տեղափոխված ռոբոտի մեջ տեղափոխված աշխատանքները ու ճիշտ փորձարկված աշխատանքները ըստ էության պիտի ուղղակի իդեալական նստեն բերանի խորոչում ու ոչ մի խնդրի պատճառ չդառնան, այսինքն այդ ամեն ինչ որ պիտի մարդը փորձեր ամիսների ընթացքում միանգամից այնտեղ կարելի է անել, փորձարկել, հետո տեղադրել ու ստանալ արդեն ավարտուն ավելի լավ արդյունք, ավելի քիչ կոտրվածքներ, ավելի քիչ տրավմաներ, ավելի քիչ բորբոքումներ եւ այլն, ինչ որ հնարավոր է ունենալ բարդություններ։ Բայց դրանից մեր գործը չի պակասում։ Եվ հակառակը նոր գործեր են առաջանում, նոր տեսակի զբաղվածություններ ու նոր հետաքրքրություններ են առաջանում։ Կարիք է լինում արդեն ավելի սերտ ընկերություն անել համակարգչի տարբեր տեսակի ծրագրերի նման բաների հետ։ Հետագա սերունդների համար կարծում եմ դա էլ ավելի հեշտ կլինի, բայց օրինակ ավագ սերունդի մարդկանց համար դա ինչ որ առումով արդեն սահմանափակում է խոչընդոտ է հանդիսանում։ Աշխատանքի ժամանակ ինչ որ կարևոր պայման կա, որ
պետք է լինի, որ դուք կարողանաք կենտրոնանալ, չգիտեմ, ասենք լռություն կամ հակառակը երաժշտություն։ Երաժշտություն միշտ է իմ մոտ գնում կողքից։ Տարբեր բարդության աստիճանի կարող է լինել կախված հոգեվիճակից, կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից։ Պատճառ ընդհանուր հանգստություն պիտի լինի։ Երաժշտություն չի խանգարում, հակառակը միշտ օգնում է։ Ավելորդ աղմուկներ հաճ եմ սիրում։ Չնայած դեմ չեմ նաև շատ խոսելուն, որովհետև ունենում եմ նաև ուսանողներ, գրեթե միշտ ու անընդհատ խոսում ենք, անընդհատ քննարկում ենք ինչ-որ բաներ հենց աշխատանքի հետ կապված։ Աշխատում եմ օրինակ միկրոսկոպով, իրենք տեսնում են դա դիսպլեյի վրա կողքը ու անընդհատ քննարկում ա գնում։ Պացիենտներին հաճախ հարցնում ենք, խանգարում ա ձեզ թե չէ, ասում են չէ, խնդիր չկա, հակառակը նույնիսկ մեզ ավելի հետաքրքիր է, երբ որ այդ ինֆորմացիան մենք ստանում ենք հենց մեր մասին, մեր բուժման մասին։ Ամենակարևոր բանը կարծում եմ ներքին հանգստությունն է։ Եթե կա ներքին հանգստություն, մնացած ամեն ինչը կարելի է կառավարել ու կազմակերպել։ Կազմակերպումն ու պլանավորումը մեր գործի մեջ ամենակարևոր բաներն են։ Եթե ճիշտ է պլանավորված, մնացած ամեն ինչը ուղղակի զուտ տեխնիկական ու հմտությունների հարց է։ Իսկ եթե բժիշկը շատ հմուտ է, բայց պլանավորումը սխալ է արվել, աշխատանքը դատապարտված է միևնույն ծախողման։ Իսկ կա օրինակ պացիենտի, հաճախորդի ոնց որ ձեր պատկերացմամբ լավագույն հաճախորդը որն է։ Ինչ ձևի պետք է լինի։ Իմ պատկերացմամբ լավագույն հաճախորդը պիտի լինի գիտակից, գրագիտության աստիճան ունենա բավարար, որպեսզի հասկանա թե միջամտությունը, որը արվում է, ինչ որ տարբերակով, ինչի համար է արվում։ Իհարկե դրա համար նաև կոնսուլտացիոն փուլ ենք անցնում, որտեղ մանրակրկիտ ներկայացումը, այո, դատելով դիագնոստիկ պատկերներից, թե ինչի համար, ինչպես ու ինչ ակնկալիքներով պիտի արվի։ Լավագույն պացիենտը այն պացիենտն է, որ գիտակցաբար գալիս է բուժման, մտնում է այդ աշխատանքի մեջ, որովհետև բուժման մեջ միայն բժիշկը չի, երկուսով ենք։ Ավելի շուտ ամբողջ թիմով ենք, բժիշկը իր թիմով եւ պացիենտը իր թիմով։ Պացիենտն էլ հաճախ միայնակ չի, այլ հետածնողներն են կամ ընկերներն են կամ չգիտեմ ինչ որ հարազատներն են, որոնք ինչ որ խորհուրդներ կարող են տալ, կարող են շեղել, կարող են հակառակը օգնել։ Դրա համար ամենակարևոր բանը գիտակցված բուժման եկող գալու որոշումն է։ Մնացած բաները արդեն քննարկելի են, բացատրվելի են ու ընդհանուր հայտարարների գալը շատ ավելի հեշտ է լինում, երբ որ կա գիտակցում։ Երբ որ չկա գիտակցում, նմանատիպ բուժումները, ենթագիտակցորեն արվող բուժումները սովորաբար ցանկալի արդյունք կարող են չտալ։ Ուղղակի կարող է ինչ-որ պահի հարաբերությունները այնպես լարվեն կամ շփումը չստացվի կամ ընդհանրապես համագործակցություն չստացվի, որովհետև մարդը չի հասկանում ինչի համար աշխատանքը արվում, միգուցե բժիշկն էլ բավարար չափով չի բացատրել կամ չի մտցրել պացիենտին այդ իրավիճակի մեջ։ Դոկտոր Վազգեն, դուք վինիրներ տեղադրում եք։ Այո, իհարկե։ Կասեք հիմա դա ավելի շատ տրենդային ինչ-որ բան է, թե մարդկանց սուր անհրաժեշտություն։ Ցավոք սրտի ցանկացած կոսմետիկ միջամտություն ու կարծում եմ ոչ միայն ստոմատոլոգիայի մեջ առաջին հերթին երևի թե տրենդային ինչ-որ կարևորություն կամ ուղղվածություն է ստանում, բայց ընդհանրապես այդպես չի։ Դա ոչ միայն տրենդային է, դա առհասարակ տրենդային չպիտի լինի, դա էլի պայմանավորված պիտի լինի գիտակցմամբ եւ բժշկի եւ պացիենտի կողմից ինչ են պատրաստվում վինիրներ, հա, ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ են լուծվում վինիրների միջոցով։ Դրանք պարտադիր չի որ լինեն գերսպիտակ, ձյունաճերմակ, հակառակը մենք միշտ ձգտում ենք բնական երանգների մեջ, բնական տեսք ստանալ, ու իսկ դա դրանք սովորաբար ամենասպիտակ վինիրները չեն։ Ամենասպիտակ վինիրները դրանք ամենապես վառ, ցայտուն բաներ են, որովհետեւ մարդիկ ցույց տան, որ ինչ որ բան արած է։ Հաճախ նույնիսկ խուսափում ենք ու հաճախ նույնիսկ փորձում ենք համոզել պացիենտներին այդպիսի վառ սպիտակ գույներից հետ կանգնելու ու ենթադրենք իրենց ունեցած գույնից մի քիչ ավելի բաց գույնի վինիրներ կամ շապիկներ անելու։ Ինչ վերաբերում է բուն վինիրներին, դրանք ռեստավրացիայի տեսակներ են։ Կերամիկական ռեստավրացիայի տեսակներ են, որոնք ունեն ցուցումներ։ Անում ենք կոնկրետ դեպքերում, եթե այդ ցուցումներին բավարարում են, այսինքն դա ինքնանպատակ չի, որ պացիենտը ուզում է վինիրներ ու ամեն գնով այդ վինիրները պետք է արվեն։ Շատ պացիենտների մոտ ընդհանրապես վինիրների անհրաժեշտություն չկա, կամ լինում են օրթոդոնտիկ խնդիրներ, ուղղորդում ենք օրթոդոնտիկ բուժման, որպեսզի ավելորդ ատամները չտաշվեն ու չվնասվեն։ Կամ հակառակը լինում են այնպիսի դեպքեր, երբ որ քայքայվածություն չափազանց մեծ ատամների կամ վերականգնված են շատ մեծ մակերեսով ու միևնույն է, էլի վինիրների համար դրանք չեն, այսինքն պիտի լինեն ենթադրենք ամբողջական շապիկներ։ Զուտ վինիր բառը օգտագործելը դա տրենդային սարքեցին, որտեղ մարքեթինգի մեջ իրեն կարելի է լավ շահարկել ու ինչ որ լայքեր հավաքել կամ ինչ որ այցելուների բան, բայց միևնույնն է, ցանկացած գիտակից բժիշկ դա հասկանում է, որ դա ընդհանրապես գործիք է, միջոց է պացիենտին օգնելու ֆունկցիայի եւ էսթետիկայի վերականգնման համար, կիրառելու ճիշտ գրագետ կիրառելու դեպքում, պացիենտին ճիշտ բացատրելու դեպքում սովորաբար լավ արդյունք է տալիս։ Իսկ զուտ տրենդին հետևելով իսկ
շատ դեպքերում նույնիսկ պացիենտների ցանկություններին այդպես ուղղակի անգիտակից ցանկություններին հետևելով կարելի է մեծ վնասներ պատճառել։ Դա տրենդ չի, բայց դրանից տրենդ սարքում են, որովհետև դա գեղեցիկ է։ Այսինքն եթե լավ արված այո դա գեղեցիկ է, մարքեթինգի առումով ինքը եկամտաբեր է, շահավետ է իրեն օգտագործել է, բայց միևնույն է ինքը գործիք է, որը պիտի ծառայի պացիենտի բարեկեցիկ կյանքի որակի բարձրացմանը։ Այսինքն ձեր խոսքից հասկացա, որ բուժառուն շատ հաճախ անգիտակցաբար ինչ որ մի բան է գալիս ուզում, ցանկություն է հայտնում եւ դուք հեշտությամբ կարող եք ուղղակի ասել, որ դա չկանի։ Չասեմ, որ շատ հաճախ, չգիտեմ ուրիշ բժիշկների մոտ ինչպես է լինում, կարող են լինել այդպիսի դեպքեր, բայց ամեն բժիշկ աշխատանքի ընթացքում ստեղծում է իր ոճը ու ստեղծում է նաև իր կոնտինգենտին, հա։ Մարդիկ գնալ գալով խոսելով իր մասին ինչ որ ինֆորմացիա տարածելով ի վերջո իր շուրջ ստեղծում է մի մարդկանց շերտ, որը որ իմանում է այդ մարդը ինչպիսին է։ Ու մարդը, որը աշխատում է ավելի ոչ տրենդային, ենթադրենք աշխատում է հնարավորինս առողջությանը օգնելու մարդկանց կյանքի որակը բարելավելու առաջնահերթ նման խնդիրների վրա, այդ թվում նաև ֆունկցիան էսթետիկան վերականգնելու համար չեմ կարծում այդպես հաճախ ունենա այդպիսի պացիենտներ, որոնք գալիս են ու ինչ-որ տրենդային բաներ են ուզում, բայց չի բացառում, որ այդպիսի դեպքեր լինեն։ Եթե Instagram-ը թեկուզ ուսումնասիրեք, այնտեղ կտեսնեք, որ կան այդպիսի հաստատություններ, կան այդպիսի բժիշկներ, որոնք հիմնականում այդպիսի տրենդերի վրա են, կան այնպիսիներ, որ նույնիսկ այդ ամենաձյունաճերմակների մասին են անընդհատ խոսում, անընդհատ։ Կարծում եմ այդ պարգայում իրենց դեպքում այդ խոսքը շատ ավելի մեծ է, բայց համենայն դեպս եթե այդպիսի դեպքեր հանդիպում են մյուս տեսակի բժիշկների մոտ, առաջի բանը ենթադրում եմ, որ պիտի լինի բացատրելը, խոսելը, որովհետև հաճախ մարդիկ ուղղակի տրենդին զոհ են գնում ու այո, պատրաստ են ինչ որ դեպքերում նաև կուրորեն պատրաստ են մտնել դրա մեջ, այնքան որ սիրուն լինի, տեսել են, որ չգիտեմ, մտածում են, որ դա է իրանց պետք երջանկանալու համար, լիարժեք երջանկության համար։ Բայց շատ լավ գիտենք, որ այդպես չի։ Ու առաջի բանը պետքա խոսել, պետքա բացատրել, հա, որովհետև նույնիսկ շատ խնդիր է դա նաև կոսմետիկ միջամտությունների տեսանկյունից դեռահասների դեպքում, հա, որովհետև այդ ինֆորմացիան շատ տարածվում է, բաց է տեսնում են ու ենթադրենք, չգիտեմ, երեխա է, որ ունի ինչ-որ խնդիրներ, տեսնում է հայելու մեջ, ընկերներն են դրա մասին խոսում կամ ինչ-որ ու արդեն սկսում են կոմպլեքսներ ձևավորել, ինչի պատճառով ենթագիտակցորեն կարող են իրենց վնասներ տալ։ Լավ է նույնիսկ որ գնում են բժշկի մոտ ու բժիշկն է ինչ-որ բաներ ասում կամ բժիշկը փորձում համոզել, կան դրա ավելի վատ ձևերը, երբ որ ենթադրենք պատվիրում են AliExpress-ից կամ ինչ-որ տեղից պատվիրում են բրեկետներ ու ինքնուրույն տեղադրում են այդ բրեկետները, որովհետև բրեկետներով իրենց թվում է, որ ավելի տրենդային է, հա, կամ ինչ-որ բաներ են կպցնում ատամների վրա, կան օգտագործում են վնասակար սպիտակեցնող ատամի մածուկներ, որոնք շատ մեծ պարունակություն ունեն այդպես քայքայող նյութերի, առանց որևէ մեկի վերահսկողության, ինչը վաճառվում է, այո, ցավոք սրտի, բայց այդպիսի բաներ վաճառվում են, ու այդ դեպքում ռեալ վնասներ իրենց հասցնում են։ Դրա համար առաջի բանը, եթե գործը հասել է բժշկի մոտ, բժիշկը պիտի խոսի, պիտի բացատրի, պացիենտը պիտի գա այդ գիտակցմանը ու հետո միասին պետքա փորձեն հաղթահարել։ Հակառակ դեպքում կարծում եմ այդտեղ շատ մեծ դեր ունեն նաև հոգեբանները ու հոգեբանական կողմով պետքա մարդկանց ճիշտ նախապատրաստել։ Օրինակ այդ ատամի մածուկներ ու նմանատիպ բաների պահովությունը հարցնեմ, ինչ որ մի ձև կա հասկանալու թե որ մածուկն է անհրաժեշտ կամ որ մածուկն է որ լավն է կամ վատն է, էսի օգտագործել, էս մեկը չօգտագործել։ Եթե չկան խնդիրներ, ենթադրաբար, հա, այսինքն եղել եք բժշկի մոտ, եղել եք ձեր պարբերական ստուգայցերին, բժիշկը ակնհայտ խնդիրներ չի տեսել, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկողության տակ է, պրոֆիլակտիկ ատամի մածուկները, դրանց շատ մեծ բազմազանություն կա, սովորաբար բավարարում են։ Տարբեր հատիկների խոշորություն կարող են ունենալ, տարբեր քերող մաքրող նյութերի տարբեր պարունակություն, կան ատամի մածուկներ, որոնց վրա դա գրված է լինում, ցուցանիշ կա, ու ցանկալի է դա ինչ որ չափով իմանալ, որովհետև եթե շատ այդպես աբրազիվ, շատ քերող ատամի մածուկ է, կարող է ինչ որ պլոմբաներ ավելի խամրեն, ռեստորացիաների վրա կոմպոզիտային շերտերը կարող մի քիչ ավելի խամրեն, հետագայում կարիք ունի դրանց փայլեցման եւ այլն, բայց սովորաբար մեծ ամասնության դեպքերում այդպիսի խնդիրներ չեն լինում։ Դրա համար եթե խնդիրներ հատուկ չկան նշված, պրոֆիլակտիկ ատամի մածուկները սովորաբար բավարարում են։ Մյուս տեսակի բուժիչ ատամի մածուկները, դրանք սովորաբար նշանակվում են արդեն բժիշկների ուղղորդմամբ, այսինքն բժիշկը տեսնում է ինչ որ լնդերի հետ կապված խնդիրներ կամ ատամների գերզգայունության խնդիրներ ու համապատասխան ատամի մածուկներ են նշանակվում։ Պրոֆիլակտիկ ատամի մածուկների դեպքում շատ կա ինֆորմացիա, թանկ ատամի մածուկը դեռ չի նշանակում, որ դա լավն է, ու քիմիական նյութերը միևնույնն է մեջը կան, ու շատ հաճախ նույնիսկ կարող են նույն քիմիական նյութերը ինչ որ օգտագործում են
ավելի էժանատայմ մածուկների մեջ, այլ փաթեթավորմամբ ցանկալի է ծանոթանալ բաղադրությանը, եթե հետաքրքրում է, կարող եք պատտել, հետևում տեսնել բաղադրությունը ու հատ առ հատ այդ նյութերը կարելի է ուսումնասիրել։ Այդ նյութերի մեջ կան այո, վնասակար նյութեր էլ, կան նույնիսկ թունավոր նյութեր էլ, որոնք կան որոշակի ատային մածուկներ, որոնց մեջ այդ վնասակար նյութերի պարունակությունը փորձում են ավելի նվազեցնել կամ փոխարինել այլ նյութերով։ Լինում է նաև ամենակարևոր նյութերն են, կոմպոնենտները, որոնք որ կամ անհայտ է դրանց ազդեցությունը, կամ ենթադրաբար վնասակար են, փորձում են այլ նյութերով փոխարինել, բայց այդ դեպքում լինում է այնպես, որ հաճախ տուժում է ինչ-որ մի բան, օրինակ մաքրելու ունակությունը ատային մածուկի, լավ։ Դե համար կարևոր է ուղղակի ատային մածուկը կուլ չտալ, որովհետև անհայտ է դեռ այդ կոմպոնենտները ինչի կարող են բերել, հա։ Ես ինքս փորձել եմ հետազոտել, բայց շատ ինֆորմացիա չգտա այդ թեմայով։ Կուլ չտալ ցանկալի է։ Իսկ պրոֆիլակտիկ ատային մածուկների տեսանկյունից ամենաէժան մածուկներն էլ ցանկալի է չգնել, եթե կա հնարավորություն, կարելի է գոնե միջին սեգմենտ ու բարձր վերցնել։ Իսկ բուժիչ ատային մածուկները արդեն նշանակվում են բժշկի կողմից։ Գիտեմ, բանը ռեսելի տրենդային էր վերջերս դարձել գովազդներին հաճախ ցույց տալի, որ Աֆրիկայում ինչ որ փայտի տեսակի բամբուկ է, բամբուկով են ատամները իրանք մաքրում, դրա համար միշտ սպիտակ է, միշտ տենց աֆրիկացիների ատամները տենց շատ լավ վիճակում է։ Կարծում եմ դա նոր չի, եթե չեմ սխալվում, դեռ 5 Եգիպտոսում էլ ինչ որ բաներ կային, որ ծամում էին, թելերը մտնում էին ատամների արանքում, մաքրում էին ատամների արանքից ինչ որ մնացորդներ, նստվածքներ, մոտավորապես տրամաբանությունը ատամի թելի փոխարինող ինչ որ բաններ, ատամի թելը գիտեք, որ մաքրում ենք միջատամնային տարածությունները, այդպես այդ բույսը մասնատվելով թելերի է վերածվում, թելերը մտնում են միջատամնային տարածությունը մաքրում, ինչ վերաբերում է ատամների սպիտակությանը, չգիտեմ, միգուցե բույսերի մեջ ինչ որ նյութեր կան, որոնք որ մակերեսի հետ ատամների ինչ որ փոխազդեցության մեջ են մտնում սպիտակեցնում, չեմ կարող ասել կոնկրետ ինչ են անում, բայց մեթոդը նոր չի։ Դա չգիտեմ ինչքանով էֆեկտիվ կլինի մյուսների պարագայում, համենայն դեպս այդ ցեղերը, որոնք օգտագործում են, երևի թե 100-ամյակներով օգտագործում են ու ունեն դրա հետ կապված լավ փորձ։ Բայց միևնույն ժամանակ ինչքան էլ որ դա զարմանալի է ու ինչքան էլ տենց ցնցող է, ցանկացած բանի հետևում կա ցանկացած բան կարելի է հետազոտել, հա։ Ու ենթադրենք, եթե հետազոտություն արվի կոնկրետ այդ ցեղախմբի մոտ, որոնք այդպես է տարբերակով մաքրում են, կարող է ոչ այնքան բարենպաստ բաներ պարզվեն։ Դրա համար ցանկացած բան փորձելուց առաջ կարելի է ուսումնասիրել, հետազոտել, նոր ինչ-որ բան փորձել։ Ես մածուկներից խոսեցինք, ես ժամանակ առաջ բալիկիս համար հարցրեցի ինչ մածուկ օգտագործեմ, մոռանալով, որ մեր համար էլ, հա, այդ շատ ակտուալ հարց է։ Հիմա օրինակ դուք ինչ մածուկ եք օգտագործում։ Ես գովազդային ինչ-որ բան չստացվի, բայց սուտ։ Պարբերաբար ինչ-որ բաներ փորձում եմ, մի շրջան կար նույնիսկ օրգանական, այդպես Ամերիկայից պատվիրում էի, որտեղ ենթադրյալ այն ժամանակ այդպես ուսումնասիրում էի, տեսնել ինչն է վնասակար, ինչը կարելի է փոխարինել, ինչ որ բաներ դրա մեջ փոխարինված էին, բայց այդ մածուկը ուղղակի չէր մաքրում, որովհետև նյութերը, որոնք որ պիտի լինեին մեջը, հա, դե չկային, փոխարինի ինչ որ փոխարինող նյութեր էին գտել դրանց մեջ, այդ մածուկը դնում էր ատամի խոզանակի վրա, ինքը այսպես ծորում էր ուղղակի ներքև, շատ փափուկ գրեթե կարելի է ասել ուղղակի ոնց որ ջրով մաքրեիր, այդպես շատ դուրս չեկավ։ Ամեն դեպքում որոշեցի մնալ սովորական պրոֆիլակտիկ ատամի մածուկների այդպես տիրույթում, այսինքն օգտագործում եմ Oral-B, Colgate, սովորաբար դրանք պրոֆիլակտիկայի ժամանակ, հա։ Եթե երբևէ լինում է ինչ-որ խնդիր, որի համար ես տեսնում եմ, որ արժի ինչ-որ կարճատև թեկուզանցնել բուժական ատամի մածուկի, կարող է պարոդոնտաքս օգտագործեմ, եթե ինչ-որ լնդերի հետ կապված բորբոքում կամ ինչ-որ բան կարող է նկատեմ։ Իսկ այդ միտքը, որ անհրաժեշտություն կա պարբերաբար փոփոխելու, ինչքանով է ճշմարտության մոտ։ Ինչ որ տրամաբանություն կարող է լինի դրա մեջ, ինչ որ միացություններ, ինչ որ բաներ, որոնք որ տարբեր ձևերով են մատուցվում տարբեր մածուկների մեջ, միգուցե կարող է բարենպաստ ազդեն, բայց ել եմ ասում, ցանկացած բան անելուց առաջ ցանկալի է ուսումնասիրել, հասկանալ, որտեղից ուր ես գնում ու ինչի համար էլի։ Դա ինքնանպատակ չպիտի լինի, որովհետև ուղղակի կարող է լավ մաքրող ատամի մածուկից կարող է անցնեք վատ մաքրող ատամի մածուկի ու արդյունքում ոչ մի բան չշահեք։ Դրա համար պետք է մի հատ կարդալ, հասկանալ, փորձել, հետո նոր որոշել, դա ձեզ պետքա թե չէ։ Խոսենք նաև ատամի խոզանակի մասին, որովհետև նույնիսկ եթե ամենապրեմիում, այսպես թանկ ատամի մածուկը վերցնեք, բայց ատամի խոզանակը լինի ոչ բարվոք վիճակում, դա միևնույն է լավ արդյունք չի տալու։ Դա շատ կարևոր է հետևել ատամի խոզանակին, ատամի խոզանակի վիճակին, եթե ինդիկատորներով ատամի խոզանակը օգտագործվում փոխել պարբերաբար, երբ որ ինդիկատորները դրանք սպիտակում են կամ առասարակ հետևել այդ ժամկետներին,
Մի բան, որ ինքս ին վրա փորձեցի ու շատ գոհ եմ, որ այդ փոփոխությունը արեցի, դա ուլտրաձայնային ներողություն ձայնային ատամի խոզանակներն են։ Այդ բնագավառում առաջատարներից մեկը Philips ֆիրման է, Sonicare շարքով։ Դեռ 2017 թվին հենց Գերմանիայում ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ դա տեսա, այնտեղ հենց փորձարկում էին անում, փորձեցի ու այդպես նվիրեցին ու սկսեցի ես դա օգտագործել։ Sonic toothbrush-ը կոչվում, ինքը ձայնային տիրույթում վիբրացիաներ է անում այդ հաճախականությամբ, եթե չեմ սխալվում 30,000 թե ինչքան վիբրացիա է անում վարկյանում ու բացի նրանից, որ դուք իրեն մեխանիկորեն օգտագործում եք սովորական ատամի խոզանակի պես, միևնույն ժամանակ ինքը միկրովիբրացիաներ է անում, այսինքն ձեր շարժումային զուգահեռ ինքը այսպես գլխիկը շարժվում է ու ատամի մածուկը ավելի լավ է փրփրացնում, ավելի լավ է ներմուծում այդ միջատամնային տարածությունները ու ավելի լավ է մաքրում առհասարակ։ Եթե փորձեք կտեսնեք ինքներդ, կարծում եմ ձեզ էլ դուր կգա։ Ուրեմն ատամի խոզանակը, ու եթե օգտագործում ենք ավանդական ատամի խոզանակ, դա էլ անպայման պետք է հետևել, կան շատ լավ ատամի խոզանակներ, ճիշտ երկրաչափությամբ, ճիշտ մազիկներով, ճիշտ փնջերով, էլի ամենաթանկ ատամի խոզանակը չի նշանակում, որ դա ամենալավն է։ Կան շուկայում այդպես անհանած թանկ ֆիրմաներ, որոնց ատամի խոզանակները ընդհանրապես հարմար չեն կիրառության համար, լավ, այսինքն ես ինքս փորձում եմ, ես տեսնում եմ, որ այդ խոզանակը լավ չի մաքրում։ Եվ մի բան էլ, որը որ ընդհանուր հիգիենիկ կոմպլեքսը երևի ամբողջացնում է, դա այսպես կոչված բերանի խոռոչի իրիգատորն է։ Ջրի շիթով աշխատող սարքերը, որոնք որ թիրախային խփում են, այսինքն դուք պահում եք կոնկրետ լվանալու ժամանակ միջատամնային տարածությունների վրա, այնտեղից մաքրում են սննդի մնացորդներն ու ավելցուկները։ Բայց ես սովորաբար խորհուրդ եմ տալիս դա համադրել ատամի թելի հետ, ատամի թելն էլ շատ կարևոր է, ամենակարևոր բաներից է, որովհետև միշտ չի որ իրիգատորը մաքրում է այդ միջատամնային տարածությունները լավ, ատամի թելը սովորաբար պարտադիր է։ Միշտ խորհուրդ եմ տալիս ատամի թելը օգտագործել առնվազն 2 անգամ առավոտյան նախաճաշից հետո երկույան քնելուց առաջ։ Եվ այնտեղ միջատամնային տարածությունների համար մեկ էլ միջատամնային փոքր խոզանակներ կան։ Դրանք խորհուրդ եմ տալիս օգտագործել, եթե կան ցուցումներ, լավ, այսինքն եթե ամբողջը նորմալ է, առողջ է, պարոդոնտալ խնդիրներ չկան, բան, ես խորհուրդ եմ տալիս թելով մաքրել, թել ու իրիգատոր։ Եթե կան ինչ-որ հատուկ տարածություններ, որոնք որ պետք է հատուկ խոզանակներով մաքրել, այդ դեպքում կարելի է այդ միջատամնային փոքր խոզանակներ օգտագործել։ Դոկտոր Վազգեն, դուք բացի ատամնաբույժ լինելուց նաև շատ հոգատար հայրիկ եք։ Կասեք օրինակ ինչքանով է դժվար ձեր երեխայի համար ունենալ ատամնաբույժ պապա։ Մի քիչ կաթնատամներից առհասարակ էլի ինֆորմացիա։ Ուրեմն ինչ վերաբերում է ատամնաբույժ հայրիկ ունենալուն, զուտ ատամնաբուժական մասով եթե խոսենք, մեր աղջկան շատ փոքր ժամանակվանից, այսինքն այս առաջին կաթնատամներից կթելուց սկսած մենք սովորեցրեցինք, որ պիտի առնվազն գիշերները քնելուց առաջ 4 խոզանակով սկզբում փափուկ մազիկներով խոզանակով մաքրում ենք ատամները, լավ, հետագայում արդեն հատուկ մանկական ատամի մազիկներ օգտագործելով, տոր չպարունակող, դրանք կան, վաճառվում են, կարելի է տեսնել, բոլորի վրա սովորաբար գրած առնում, քանի տարիքից կարելի է օգտագործել եւ այլն։ Սովորեցրել ենք, այսինքն առնվազն գոնե քնելուց առաջ ինքը գիտի, որ ատամները պետք է մաքրել, հա։ Հիմա աշխատում ենք առավոտները լվանալու վրա ու արդեն իսկական ջրով, ողողելով եւ այլն այդ ամեն ինչով, որովհետեւ գիշերները մաքրել տեղի ունենում անկողնում, երբ որ այդպես, այդ մանկական ատամի մածուկներ կարելի է կուլ տալ ու հաճախ ինքը նույնիսկ ատամները թողում էր մաքրել հենց ատամի մածուկի համար, որովհետեւ դա համավար իր վարձատրություններ այդ մաքրելու, որ ինքը կարող էր ինքը տենց մի հատ բան ռիտուալ է հորինել, որ մի հատ մենք ատամի մածուկը դնում ենք ինքը դա ուտում է, մի փոքր, շատ փոքր իհարկե դնում ենք, հետո երկրորդը դնում ենք խոզանակի վրա ինքն է մաքրում, բայց դա մաքրել չի, ինքը ուղղակի երկրորդ անգամ մի հատ նորից այդ ատամի մածուկը ուտում, հետո նոր երրորդը դնում ենք, նոր ինքը թույլ է տալիս մենք մաքրենք դրանով։ Այդպես, իսկ առհասարակ բարդ է այնքանով, որ շատ քիչ ժամանակ է ստացվում, որպեսզի ընտանիքի հետ անցկացնենք, որովհետեւ մեծ մասը գրեթե աշխատանքին եմ լինում։ Աշխատասենյակում բացի բուն աշխատանքը կան նաև բազմաթիվ այլ աշխատանքներ, հենց կազմակերպչական, վերահսկողական, ինչ որ ինֆորմացիայի փոխանակում, տարբեր գործընկերների հետ, տարբեր աշխատանքների շուրջ, որոնք նույնպես ժամանակատար են։ Բայց եղած ժամանակն էլ փորձում ենք շատ պրոդուկտիվ անցկացնել ու անդադ ինչ-որ նոր բան տեսնել, նոր բան բացահայտել ու կարծում եմ դա ամենակարևոր բանն է դուրս գալ մեր սովորական միջավայրից, ինչ-որ բան քշել ինչ-որ տեղ, չգիտեմ, գնալ կակաչների դաշտ, սարեր, ձորեր։ Հա, ես մեծ սեր ունեմ այդպես ճանապարհորդությունների հետ ու ես եւ կինս երկուս էլ հիմա դա փոխանցում ենք մեր աղջկան ու շատ բարեհաջող, որովհետև ինքն էլ արդեն այդ ամեն ինչով վարակված սիրում է, հա,
ու հաճախ հարցփորձ անում, այլ չի սպասում ինքն արդեն արցնում ուր ենք գնալու, ինչ ենք տեսնելու։ Ես լսել եմ, որ կաթնատամները բոլորը հիմնականում փոխվում են բացի 6-րդից։ Արդյոք դա այդպես է, թե դա միևնույն է փոփոխվում է եւ ամբողջությամբ խորոչը փոխվում է։ Չգիտեմ ինչի է այդ ինֆորմացիան ցես տենց ասել։ 6-րդ կաթնատամ չկա, 5-երով վերջանում են։ Կաթնատամ 5 ատամներ են, ամեն կողմի վրա ունենք 5 ատամ։ Ընդհանուր 20 ատամ կաթնատամներ։ Այդ 6-րորդը որ դուրս է գալիս, ինչի է այդ թյուր տպավորություն։ Դա մշտական ատամն է։ Լավ, այսինքն դա դուրս է գալիս կաթնատամ չեղած տեղում։ Լավ, եթե մյուսները փոխվում են, այսինքն իրենց առաջ գտնվող ատամները ընկնում են կաթնատամները, դրանց փոխային համարժեք ինչ որ ատամը դուրս գալիս մշտական 6-րդ ատամը դուրս է գալիս դեռ այն ժամանակ, երբ որ կաթնատամները կան, ամենաառաջին ցկտող ատամներից մեկը, երբ որ կաթնատամները կան ու երևի թե չգիտեմ կարող է ինչ-որ մարդկանց մոտ տպավորություն է, որ դա կաթնատամ է, ավելի ուշ ացկտել ու դա պիտի մնա, ոչ դա մշտական ատամն է ու այո դա չափազանց կարևոր ատամ է, չափազանց մեծ դեր ունի ծամելու ֆունկցիայի մեջ, առհասարակ դիմացօրինային ապարատի կայունության մեջ ու պետք է աչքի լույսի պես պահել այդ ատամները, մաքրել եւ սովորացնել երեխային սկզբնական շրջանում անպայման օգնել, որովհետեւ սկզբնական շրջանում երեխեքը բնականաբար չեն կարողանում դա անել, մինչեւ որոշակի տարիք հոգ տանել այդ ատամների համար, որովհետեւ դրանք մշտական ատամներ են 6-երը կաթնատամներ չեն։ Դրանից հետ կապված ես մի քիչ շատ կարդացի, որ ինչ որ խնդրահարույց ատամ է ու հիմնականում մարդկանց մոտ Դնայ, քանի որ ինքը առաջինն է դուրս եկել, այսինքն ավելի երկար է մնում այդպես բաց վիճակում, հա, թքի սննդի տարբեր բաների ազդեցությունը ամենաերկար աշխատանքային փորձն ունի, ամենաերկար ստաժն ունի այդ ատամը, հետեւաբար նաև ամենաերկար չլվացվելու, չմաքրվելու ստաժն ունի, հետեւաբար իր վնասվելու փչանալու հավանականությունը ավելի մեծ է։ Հետո ծամիչ ատամները ունեն այդպես փոսիկներ, ունեն ակոսներ, թմբիկներ, որոնցով որ մեծացնում են ծամողական էֆեկտիվությունը ու հենց եթե վաղ տարիքից նույնիսկ չեն մաքրվում, լավ չի մաքրվում կամ չեն զմռսվում, որտեղ մեկ այլ միջոցառում կա, որի շրջանակներում մենք զմռսում ենք այդ փոսիկները, հենց մանկական տարիքից, հենց առաջին ատամները ցկտելու տարիքից, որովհետեւ հետագայում այդտեղ ուտելիք չմնա, կարես չզարգանա։ Եթե այդպես մնում է, չի մաքրվում, դա շատ խոցելի ու լավ տեղ է ստացվում աղտացի միկրոբների համար, որովհետեւ հետագայում կարես առաջանա։ Ու լինում է հենց շատ վաղ տարիքում, չլվանալու, չմաքրելու հետևանքով, սննդակարգն էլ ինչ որ ձև կարող է ազդել, շատ քաղցրի օգտագործում է եւ այլն։ Շատ փոքր տարիքի երեխեքի մոտ մեկ էլ տեսնում ես, որ ոչ թե զրկվում են, այլ արդեն շատ մեծ կարիոս խորոչներ են լինում, ընդհանուր կարող է հասնի միջև այ դրանց հեռացման շատ վաղ տարիքում, ինչը ցավալի է։ Ու դեռ արմատների ձևավորումը որոշակի ժամանակ տևում է այդ ատամների, բայց լինում է նաև դեպքեր, որ միջև արմատների ձևավորման ավարտվելը արդեն բորբոքումը հասնում միջև ատամի նյարդը, լինում են կականաբորբեր, խորը կարիոս խորոչներ ու ստիպված այդ ատամները կարիք են ունենում կամ խորը բուժման կամ ընդհանուր միջև հեռացման։ Բայց դա շատ պիտանի, շատ կարևոր ատամ է, մշտական ատամ է, պետք է շատ լավ հոգ տանել ու փայփայել։ Ունեք սիրած ատամ։ Շատ լավ հարցեր է։ Հա, կարծում եմ վերին ծնոտի, երևի 6-րդ ատամները վերականգնման տեսանկյունից իրենք տենց լավ մակերես են ապահովում, լավ դաշտ են ապահովում ազատ ստեղծագործելու։ Երևի թե չնայած բոլոր ատամներն շատ հաճելի են, բոլոր ունեն նրբություններ, նամանավանդ երբ որ խոշորացման տակ ես այդ ամեն ինչը տեսնում ու փորձում վերարտադրել, բնության ձեռքը, բնության վրձինը, երբ որ դու ինքդ տեսնում ես մոտիկից, դու էլ փորձում ես դա վերարտադրել, դա կրկնօրինակել ու աշխատանքը շատ ավելի հաճելի է դառնում։ Բոլոր ատամների հետ կապված վերականգնման տեսանկյունից կան հստակ, շատ վաղուց մկուտակված մեծ ինֆորմացիա գրքերի եւ գիտական հետազոտությունների պարբերականների տեսքով, ինչպես վերականգնել, ինչ գործիքներով, ինչպես ստանալ բնական տեսք, անատոմիան, ինչպես ճիշտ վերականգնել ֆունկցիան այդ ատամների ու նաև բնականաբար էսթետիկ տեսքը։ Բոլորի հետ աշխատելը շատ հետաքրքիր ու շատ հաճելի է, բայց կան այո ինչ որ ատամներ, որոնք որ ավելի մեծ ստեղծագործական դաշտ են ապահովում։ Իսկ ունեցել եք աշխատանք, որ մի տեսակ շատ սրտով եք արել ու ոնց որ ուզեցել եք շատերին տենց ցույց տալ, որ կամ ամեն անգամ բացել եք նայել եք այդ ձեր աշխատանքը, տենց կապվածություն էմոցիոնալ։ Դա մի քիչ ավելի արվեստի կտորն է, էլի։ Դե հա, դոկտոր Վազգենի բարեկամ, այդ արվեստը շատ է դրա համար ասում։ Որ ասեմ հատուկ ինչ որ աշխատանք այդպես չէ, պարբերաբար իմ արած աշխատանքները թերթում եմ, որպեսզի տեսնեմ
ինչն է լավ, եթե կային թերություններ, հետագայում այդ թերությունները շտկելու համար, կամ եթե տեսնեմ համեմատության մեջ այն ժամանակ ու հիմա ինչն է փոխվել, որովհետև անդադ ինչ-որ բան փոխվում է, ինչպես ասի, եւ նորամուծությունների տեսքով, եւ տեխնիկական բազայի տեսքով, եւ նյութատեխնիկական այդ հնարավորություններով, եւ մեր հմտություններով, որովհետև մենք էլ բժիշկներս անընդհատ մասնակցում ենք տարբեր տեսակի վերապատրաստումների, վարպետաց դասերի եւ այլն։ Բարբերաբար թերթում եմ, որ ասեմ կոնկրետ ինչ-որ աշխատանք կա, որը որ այդպես իմ բոլոր աշխատանքների վրա էլ շատ ժամանակ ու շատ ջանք եմ ծախսում։ Դրա համար մեկը մյուսից չեմ ուզում գերադասեմ։ Բոլորն էլ լավն են, բոլորն էլ իմն են, այսինքն իմ համար բոլորն էլ լավն են։ Եթե ինչ-որ բան էլ սրտովս չի լինում, սովորաբար աշխատում եմ ու ձգտում եմ հասնել նրան, որ եթե կարիք կա, նույնիսկ կքանդեմ, կվերականգնեմ այնպես, որ ոչ միայն իմ, այլ նաև կարևոր է բուժառուի սրտով լինի, ոչ թե նաև կարևոր է, այլ առաջին հերթին պիտի բուժառուի սրտով լինի երկուսիս, այսինքն այդ տանդեմը պիտի աշխատի, բժիշկ-պացիենտ տանդեմը պիտի աշխատի ու աշխատի օգուտ տալու, պտուղներ տալու ուղղությամբ, այսինքն որևէ մեկը չպիտի այդ գործի մեջ դնի զուտ իր ամբիցիաները, որ ես այսպես եմ ուզում, այսպես ճիշտ է, այլ պետք է այդ դիալոգը լինի ու պետք է լինի փոխանցում, պետք է հաշվի առնել պարտադիր թե պացիենտը ինչ է ուզում, որովհետև դու կարող ես շատ մեծ ամբիցիաներ ունես կամ չգիտեմ ինչեր ես ուզում անես, ինչ որ բան ես տեսել կամ ինչ որ բան ես ուզում փորձես, բայց պացիենտը ընդհանրապես դրա հետ համաձայն չի ու իրան ուզում է հանգիստ, ինչ որ մարդկային, ինչ որ չափավոր, ինչ որ մի բան, ոչ շատ ընդգծված, այո, պետք է հաշվի նստես նաև դրա հետ։ Կա այդպիսի բան, անում են այդպիսի գործեր, չգիտեմ, կարող է տեսած լինեք շատ տես գեր ուռճացված, ինչ որ դիմացի ատլաններ շատ թափանցիկ շերտերով, շատ ինչ որ դա կարող է նկարների վրա այդքան շատ տպավորիչ լինի հաճախ, դրանք իրական կյանքում նույնիսկ կարող է հաշ տեսք ունենան, լավ։ Դրա համար ամեն ինչ անելիս, ընտրելիս քննարկում ենք պացիենտների հետ եւ փորձում ենք բերել այդ միջինը, գտնել, որը որ բոլորին կբավարարի, որը որ առաջի հերթին կծառայի պացիենտի կյանքի որակի բարելավմանը։ 3 ֆիլմ, որոնք որ փոխել են ձեր կյանքը։ Արվեստի մեջ իմ համար ամենակարևոր բաները դրանք առաջին ամենակարևոր բաները կինոն ու երաժշտությունն է, հետո է գալիս գրականությունը։ Կարևոր ֆիլմերից մեկը եւ գաղափարական եւ էսթետիկայի տեսանկյունից երևի թե Angel A-ը, տեսել եք, Angel A, ֆրանսիական, հա։ Մի ժամանակ այդպես ցուցակ ունեի հատուկ թե իմ ամենասիրած ֆիլմերը, բայց դա շատ վաղուց էր, հետո հասկանում ես էլի, որ այո, այն ինչ-որ 10 տարի առաջ էր, օրինակ Արոնոֆսկիի ֆիլմերը այն ժամանակի համար այդպես շատ տենց բան էին։ Ֆանտանը համարում էի, որ իմ ամենա այդպես գեր ֆիլմն է իմ տեսած, բայց դե բնականաբար դրանք փոխվում են։ Տպավորությունները այդ ժամանակում։ Երևի առաջինը կամ երակի մեջ Անջելան կասեմ, դա ֆիլմ է, որը միշտ կարող եմ նայել։ Երկրորդը երևի թե Տարկովսկու Ստալկերը։ Լավ։ Շատ բարդ եմ նայել, շատ բարդ եմ մարսել այդ ֆիլմը, հիշում եմ, որ շատ վաղուց եմ նայել, հիշում եմ, որ երկար ժամանակ մտածում էի, ուղղից մեջ ինչ-որ անցկացնում էի, պտտում էի նորից այն մտքերը, այդ բանաստեղծություններ կա մեջը, որոնք որ շատ խորն են, այդ տեսարանները, պատկերները։ Էլի ժամանակին կային ֆիլմեր, որ հիմա հաստատ կասեի, բայց հիմա կարծում եմ մի քիչ հայացքներս վերանայել եմ։ Շատ հետաքրքիր ռեժիսորներից մեկը, որը միշտ երբեք չի դադարում զարմացնել, հույն ծագումով, Յարգոս Լանտիմոսին կարող է լսած լինեք։ Lobster։ Հետարքի յուրահատուկ ֆիլմ է շատ։ Եվ իրանից մի բան եմ նայել, որ շատ տպավորված էի, կոչվում է Սպանել Սուրբ Եղջերուին։ Ինքը տենց ինքնատիպ է շատ, յուրահատուկ ռեժիսոր է, յուրահատուկ լուծումներով։ Թարապես տես բան կա, չէ, ատամնաբուժերից ֆախում են։ Նայ, ցավի առումով դե վախը կա, հա, վախը ոնց որ բնազդային մակարդակի վրա կա, որ օքեյ, ինչ որ ինվազիվ միջամտություն է, ինչ որ բան են անում քո օրգանիզմի վրա, ինչ որ բան կտրում է, ինչ որ բան ծակում է, ինչ որ գործիք որ ներթափանցում է, ինչ որ հյուսվածքի մեջ։ Այո, բոլորիս մեջ էլ կա այդ վախը։ Ինքս էլ երբ որ գնում եմ, ինչ որ մի վարքյան, էլի իմ մտքով էլ կարող անցնի, բայց բարեբախտաբար ցավազրկման միջոցառումները այսօր չափազանց լավ են, անեստետիկները, որ օգտագործում ենք, շատ լավ են, շատ էֆեկտիվ են, դրանց էֆեկտիվությունը բարձրացնում, ել ավելի բարձրացնող սարքեր կան, այնպես որ ցավի հետ կապված ավելի հաճախ հոգեբանական խնդիր է, որը էլի մանրակրկիտ կոնսուլտացիայի բարեխիղճ այդպես բացատրելու ժամանակ անցկացնելու արդյունքում հաճախ հաղթահարվում են։ Հետո սեփական փորձով, այսինքն պացիենտի հետ խոսեցիր, չգիտեմ, սկզբում կարող է ինչ-որ ասիստենտի ձեռքը բռնած նստի, դա իր համար էլի ինչ-որ օգնություն է։ Հետո կփորձես, կտեսնի, որ չի ցավում, կանես, կտեսնի, ու այդպես շատ հաճախ այդ վախերը հաղթահարվում են ու պետք է հաղթահարվեն ի վերջո, հա, հասուն մարդկանց մոտ նմանավանդ ինչ-որ պայից նման վախեր ցանկալի չէ լինեն։
Դրա համար նույնիսկ լինում են դեպքեր, որ մենք ունենք այդպես հատուկ գելեր տեղային անզգայացման, որոնց որ անզգայացնում է բանը, լորձաթանանթ, որպեսզի տեղով անզգայացում անելուց այդ ծակոցի ծակելու պահը չզգա պացիենտը, բայց նա մանավանդ արդեն հասուն մարդկանց մոտ ովքեր որ գալիս են նմանատիպ վախերով, ես խորհուրդ եմ տալիս չօգտագործել, դա իմ համար խնդիր չի, հա, մի վայրկյան է դնելը ոչ մի խնդրեմ չի, բայց խորհուրդ եմ տալիս չօգտագործել, այլ փորձել հաղթահարել այդ վախը, այսինքն ծակել, զգալ ծակոցի այդ պահը, այդ ցավը, իհարկե դա անել մաքսիմալ նուրբ եւ փորձել դա հաղթահարել, որովհետեւ ինչքան, ասենք, ինչքան պետք է ապրես այդ վախով, որ ծակելուց ցավալու է։ Ավելի հաղթահարել։ Ձեզ մի հատ բարձր տրամաբանություն բացատրեմ, չգիտեմ, էլի off topic, թող բան լինի։ Կա այսպես բժիշկների մեջ, կարծում եմ բոլոր բժիշկների մեջ, ոչ միայն ստоматологների մեջ կարող է մասնավորապես, որովհետև ձեռքով աշխատանքը ինձ թվում է ձեռքով աշխատանք անող մարդկանց մոտ էլ կա, երևի թե այն գաղափարը, որ ժամավճարի ինչ որ գաղափար կա, հա, օրինակ դու անցկացրեցիր այսքան ժամանակ, ոնց որ դու ինքդ քո վրա ես աշխատում, դու ֆիքսված աշխատավարձով աշխատող մարդ չես, հա, օրական ունես ենթադրենք 8 ժամ աշխատանքային ժամանակ, դու այդ 8 ժամվա ընթացքում ինչքան գումար կաշխատես, հա, դու ոնց որ պատկերացում ունես, հա, քո օրինակ ժամի աշխատանքը, ժամի գումարը ինչքան պիտի լինի։ Իհարկե դա խոսքը չի գնում այն ժամի մասին, որ գործ չես անում, վարձատրում ես, չէ, պացիենտը եկել է, նստել է, դու գործ ես անում, գործը տանում ես մաքսիմալ էֆեկտիվ կազմակերպված։ Ու բոլորի մոտ էլ կարծում եմ կա այդ գաղափարը նստած, թե քո ժամը ինչ արժի։ Իսկ քո ժամի արժեքը գալիս է նաև քո ծախսերից, քո գիտելիքից, քո փորձից, նաև չէ առաջին հերթին, հա, որովհետև եթե ինչ-որ մեկը գնում է մեկի մոտ, որը համարվում է լավ բժիշկ, այսինքն համարելով իրեն լավ բժիշկ, ուրեմն դրա համար երևի նախադրյալներ կան, այսինքն ինքը կամ լավ բաներ է լսել, առնվազն գնաց կոնսուլտացիայի տեսավ կոնսուլտացիայի ժամանակ հավանեց մարդուն, հա, տեսավ մեթոդները, որոնց որ տիրապետում է, տեսավ այն մանրակրկտությունը, որը որ բժիշկը ուսումնասիրեց խնդիրները, իրեն իրազեկեց դրանց մասին, բուժման պլանի կազմում, հա, շատ կարևոր է։ Հետո պետք է անցնեն դրա իրագործմանը։ Այսինքն այդքանը արդեն մարդուն ինչ որ հուշում է տալիս, որ այո, այս բժիշկը թանկ է աշխատելու, բայց ավելի երկար ժամանակ է ծախսելու, քան թե միջին վիճակագրական ինչ որ դեպքերում կարող է լինել։ Որովհետև այն դեպքում էլ ուրիշ բան է լինում, մարդիկ գործը անում են արագ, վերջնում են քիչ, բայց արդյունքում կարող է ստացվի նույն բանը։ Այսինքն ենթադրենք 3 ժամվա ընթացքում մի բժիշկը կարող է անի մի հատ գործ ու վերջնի դրա համար թանկ ավելի, բայց մեկ ուրիշը 3 ժամվա ընթացքում կարող է 3 հատ գործ վերցնի ու ինչ է լացում։ Գիտեմ, այս աչքս կրվեց։ Գներից ուզվեցիր։ Մի խոսքով է գները տենց բան են, էլի, ասում։ Գները տենց բան։ Որն է քո յուրահատկությունը։ Մի հատ յուրահատկություն, որ հիմա մտքից գալիս է, ու դա կարծում եմ համեմատաբար, ու շատ միշտ չի եղել իմ մեջ, այսպես ասեմ, համեմատաբար այդ ավելի գիտակից հասուն տարիքում այդպես ձևավորվեց, որ դա վերաբերում է նաև մասնագիտությանը, որ լինում են իրավիճակներ, լինում են երբեմն անելանելի իրավիճակներ, շատ բարդ իրավիճակներ են, որ սիրտը տենց տրփում է, շատ արագ է աշխատում, ամբողջ նյարդային համակարգը լարված է։ Միգուցե ուրիշ մարդիկ էլ ունեն այդ յուրահատկությունը, բայց այդպես մի յուրահատկություն ես իմ համար ձևավորեցի, որ հենց այդ պահին կարող եմ դադար տալ, գնալ ջուր խմել։ Ու դրանով հանգստացնում եմ շատ ու սթափվել ու շարունակել արդեն ուրիշ մոտեցմամբ։ Այդ ջուր խմելը լարված իրավիճակում երևի իմ յուրահատկություններից մեկն է։